ներքույրեր Փարթիրոջը մեր Տերը ավիճան արժանիա փառքերի եւ այո մենք երանելի ենք Աստված մեր շնորհքար է ոչ թե մեր արժանինքներից այլ իր բացարձակ շնորհքը եւ մե այսօր էլ էս ժամերը շնորհել ա մեզի որ մենք իր քաղցրության համառնենք ճաշակենք եւ ավելի ճանաչենք մեր սիրելի Փրկչին Փարթիրոջը Աստված մեզի շնորհել է եւ այս հնարավորությունն ա տվել որ այսօր մենք իր Աստվածային բնությանը հաղորդ լինենք եւ երանելի է որ մենք այո մեր սրտերը բացենք որ այդ փափագով հաղորդ լինենք այդ ներկայությանը մենք բոլորս մտովի կամ այդպես հասկանում եւ ընդունում ենք որ Տերը ներկա է եթե իմ այլ հարցամ ընծնից սկսած Տերը ներկա է բոլորս կասենք այո բնականաբար մենք ասում ենք Տերը ներկա է ոչ թե նախապաշարումներ էմոցիաներից ելնելով մենք ասում ենք Տերը ներկա է որտեղ դա իր խոսքն է ասում որտեղից երկուսը երեքը կհավաքվեն բայց երանելի է որ մենք այդ փափագ ունենանք որ այդ ներկայությունը մտնենք հաղորդ լինենք այդ ներկայությանը ճաշակենք եղբայրներ քույրեր ջան Աստված մեզի շնորհել է եւ այս հնարավորությունն ա տվել որ այսօր մենք իր Աստվածային բնությանը հաղորդ լինենք եւ երանելի է որ մենք այո մեր սրտերը բացենք որ այդ փափագով հաղորդ լինենք այդ ներկայությանը մենք բոլորս մտովի կամ այդպես հասկանում եւ ընդունում ենք որ Տերը ներկա է եթե իմ այլ հարցամ ընծնից սկսած Տերը ներկա է բոլորս կասենք այո բնականաբար մենք ասում ենք Տերը ներկա է ոչ թե նախապաշարումներ էմոցիաներից ելնելով մենք ասում ենք Տերը ներկա է որտեղ դա իր խոսքն է ասում որտեղից երկուսը երեքը կհավաքվեն բայց երանելի է որ մենք այդ փափագ ունենանք որ այդ ներկայությունը մտնենք հաղորդ լինենք այդ ներկայությանը ճաշակենք եղբայրներ քույրեր ջան Աստված բոլորիս այդ հնարավորությունը տվել է անկախ մեր վիճակներից խնդիրներից դժվարություններից Տերը այսօր այդ հնարավորությունն ա տվել նորոգելու մեզի եւ մեզի հավատքում աճեցնելու, հաստատելու, ամրացնելու եւ այն նպատակը, որ Աստված աշխարհի ստեղծվելուց առաջ ուներ մեր հանդեպ, այդ ծրագիրը իրականացնելու։ Թող իր Սուրբ անունը փառավորվի, սրտումս կա միասին կիսվելու մի մտքի վրա եւ այդ առիթով ուզում եի Սուրբ գրքից կարդալու Տիրոջ խոսքից բոլորիս իհարկե հիշելու համար, որտեղ ես համոզված եմ, որ եղբայրները խոսում են Տերը իրանց սրտում դնում ավելի Տիրոջ մասին խոսելու, ասելու մեր շինության համար, բայց բոլորիս հիշելու համար Առակաց գրքից պետք է կարդամ 16-րդ գլուխ 20 համարից Առակաց 16-20-ը հետևյալ ասում գրքի հեղինակը խոսքի մասին խելոք վարվողը բարիք կգտնե եւ նա որ Տիրոջն է ապավենում երանի նրա եղբայրներ քույրեր ջան հեղինակը հետևյալն ասում որ խոսքի մասին խելոք վարվողը բարիք կգտնի մենք լսում ենք Տիրոջ խոսքը բայց հարցը սրանումն է այդ լսածի հանդեպ իմ վերաբերմունքը եղբայրը վերստին ծննդյան մասին խոսած եղբայրը որ այո մեր մեջ է ոնց վերստին ծնունդ կատարվավ երբ որ ինչ-որ կերպերով մենք խոսք լսացինք, չէ, Աստծո խոսք լսացինք եւ այդ խոսքի հանդեպ մենք ինչ եղանք
ուշադիր եղանք, լրջություն ունեցանք։ Այդ խոսքը տեղափոխվավ մեր ներսում։ Եվ երբ որ տեղափոխվավ, մենք տեղյակ չեղանք, թե դա ոնց կատարվավ, որտեղ այդ խոսքի ընդունելությունն է, ինքն է այդ գործը կատարում մեր մեջ։ Եվ դրա համար հեղինակը Սաղմոսի ասում խոսքը երբ որ լսում է մարդը եւ խելոք է վարվում, խելոք վարվելը սրանումն է կայանում, երբ որ մարդը այդ խոսքը ընդունում է, եղբայրներ քույրեր ջան, եւ իր մեջ վերստին ծնունդ կատարվելով դրանով չի սահմանափակվում, հավատքում հաստատվելու համար անընդհատ այդ խոսքի հանդեպ խելոք է ինքը վարվում։ Այ 5 տակարանում մենք ունենք օրինակներ գրված, որ մեր համար օրինակ է։ Տեսեք, Աստված Իսրայել ժողովրդին եգիպտացիների երկրից դուրս էր անել եւ նպատակը ի՞նչն էր։ Ապրեցնելն էր, փրկելն էր։ Բայց մենք տեսնում ենք ինչքան դժվարություն էր կատարվում Իսրայել ժողովրդի մեջ, երբ որ ինչ-որ իրավիճակ կար, երբ որ ինչ-որ դժվարություն էր առաջանում, եւ իրանց մեջ ինչ էր կատարվում։ Անմիջապես տրտունջներ, բողոքներ, եւ տրտունջը բողոքը ինչն էր, որ դուք մեզի Տեր, մեզի հանել ես անապատում մերցնելու համար, բայց միթե Աստված հանել էր մերցնելու համար։ Իհարկե ոչ։ Եթե Աստված այդ նպատակ ունենար, այտենց էլ իրանք Եգիպտեսում տանջվելով մեռնելու էին, իհարկե ֆիզիկական մահի մասն էր։ Հիմա Աստծո խոսքը մեզի ասում է, որ մենք մեռած էինք հոգևորապես, եւ Աստված այցելություն արեց, մեզի կենդանացրեց, որ ինչ լինենք, որ մենք հավիտյան իր հետ լինենք։ Բայց երբ որ լսած բաներին այդպես ուշադիր չենք լինում, ինչպես խելոք չենք վարվում, երբ որ իրավիճակ նաև մեր անձնական կյանքում է կատարվում, դժվարությունը կամ տարբեր տեսակի ընտանեկան դժվարությունը, անձնականը, հիվանդությունը, տարբեր վիճակներ, անմիջապես մեզ էլ այդ մտքերը գալու, բավոն Աստված ողորմած է եւ այլն։ Իսկ երբ որ մենք խոսքը, այո, մեր սրտերում ունենք, այո, ասում ենք, որ Աստված ողորմած է, որ Աստված գթած է, որ Աստված փառավոր է, եւ ինքը ինձի խավարից իր լույսին է կանչե, մահվանից կյանքի է կանչե, անկախ են բանից թե հիմա ինչ է կատարվում, որ այդ կատարվելու մեջ էլ Աստված նպատակ ունի աճեցնելու։ Եվ նաև մեր հավատքի աճելու համար Սուրբ Գիրքը հիշատակում է, որպեսզի մեր հավատքը աճի, գրված է, ես նորություն չեմ ասում, հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից է, որ այո, այդ խոսքը լսելով ես իմ ներսում ընդունում եմ եւ նա միշտ բարություն եմ ես տանում եւ աճելով ինչ եմ լինում, ինչպեսի կյանք է կատարում եւ նա որ Տիրոջն է ապավինում, երանի է նրա եւ իմ ապավինությունը, իմ էությունը արդեն Տիրոջն է, ինչպես եղբայր հիշատակեց, արդեն Տերն է իմ մեջ ապրում, որովհետեւ ես իմ արքայեն էլ հիշատակում է, որ ինչպես անձրևը ծույնը, երբ որ գալիս է եւ երկիրը, հողը արգասավոր է դարձնում, այնպես էլ իմ բերանից ելած խոսքը, բարապ ետ չի դառնա ինձի, մինչև իր համապատասխան գործը չկատարի, ում համար, ովքեր, այո, խելոք վարվելով ոչ թե իրանց մտքի մեջ են ունենում, այլ այդ խոսքը տեղափոխվում է իրանց սրտերի մեջ, եւ այդ խոսքը իր գործը կատարելով, նոր ծնված լինելով, ոչ թե մենք միշտ մնում ենք մանուկ, այլ աճում ենք, չէ, ասենք, նաև եղբայրը այդ օրինակներ, մենք ծնողներ ենք շատերս, մեր երեխան ծնվում է, երբ որ 2 տարեկան է, 3 է, բառերը կիսատ ասում, այդ ժամանակ մեր համար տրտմություն չի,
մենք ուրախանում ենք, որ նոր ասկսե բարեր ասել, բայց երբ որ 10 տարեկանա, 15 տարեկանա, բարերը կիսա դարձում մեր համար անհանգստությունը։ Մենք շատերս վերստին ծնվել ենք, այո, Աստծո խոսքով, բայց աճելա պետք, եւ այդ աճելու համար խոսքի հանդեպ խելոք վարվելա պետք, որ մեր նոր բնությունը աճի, մեր բնությունը գնալով զարգանա։ Եվ ես երկու օրինակ ուզում էի Սուրբ գրքից բերել եղբայրներ քույրեր, որ երբ որ մարդը Տիրոջ խոսքի հանդեպ խելոք հավարվում, իրոքից ինքը բարությունը ժառանգում է, Աստծո մտերմությունը իրակի կյանքի մեջ բարձրանում է, աճում է եւ նաեւ Աստծո փառքը արտահայտվում է։ Եվ այդ առիթով ուզում էի Դանիելի մարգարեությունից կարդալ, ես ամբողջ պատմությունը չեմ ասի ժամանակի առումով, բայց փոքր կարճարոտ այդ բարիքը ընդունելու օրհնությունն եմ ուզում, որ մենք տեսնենք այստեղ Դանիելի մարգարեության 3-րդ գլուխ 16 համարից պետք է կարդամ, եւ Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագավորին. մենք պետք չունենք այս բաների մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուկոդոնոս։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնացից, եւ քո ձեռքից էլ, ով թագավոր, նա մեզ կազատի, եւ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում, եւ քո կանգնած արձանին երկրպագություն չենք անում։ Տեսեք, եղբայրներ քույրեր, պատմությունի շատերը տեղյակ են, որ թագավորը արձան էր կառուցել եւ ամենքը պետքա պաշտեին, ով որ չպաշտեր կնագի մեջ պետք կանգներ։ Բայց կային մարդիկ, որոնք ասում դարձած էին, ճաշակում էին եւ իրանք սովորած էին, բացի երկնքի Աստծուց, որովհետեւ մեկին պաշտամունք արժանի չի։ Եվ թագավորի հրամանը իրանց չվախեցրեց։ Պատճառը ինչն էր, եղբայրներ քույրեր, որտեվ այդ խոսքի հանդեպ իրանք խելոք էին վարվել, իրանց առօրյա կյանքում։ Եվ այդ դժվարության բարակայի մեջ իրանք արտահայտվեցան։ Եվ այդ խոսքը այդ բարություն շնորհեց իրանց։ Բարությունը ո՞րն է։ Նախ հրաշք կատարվավ, մարդիկ ապաշխարան, թագավորը տեսավ, հրաման արձակեց, որ իրոքից իրանց պաշտած Աստվածն է, միակ ճշտարիտ Աստվածը։ Եվ Տերը իրանց պահեց երևակայելի վիճակի մեջ, մարդկային ուղեղից վեր վիճակի մեջ։ Դա մարդի համար, մարդի մտքերին անհարասված բաները։ Տարիներ առաջ ինչ-որ առիթով, երբ որ Ռուսաստանում էինք, այդպես առիթ եղավ մի անձնավորության ազգության մի քարուսեր, Տիրոջ խոսքը խոսեցին, վկայեցին, եւ ինչքան մեր մոտ իհարկե զարմանալի եղավ, որտեղ մի քանի եղբայրներով էինք, մի կար ժամանակում ինձ մոտ վերստին ծնունդ կատարվավ։ Եվ գիտեք ոնց, երբ որ Տիրոջ խոսքը կարդացել էր եւ խելոք էր վարվել, եւ այդ խոսքը իր մեջ կատարել էր վերստին ծնունդ։ Եվ մի անգամ, երբ որ եկավ մեզի հետեւյալի մասին ասեց, ասում ավետարանում գրված է, որ քիչ հացով, քիչ ձգով այդքան ժողովուրդ կշտացան։ Դա պետք չի քննարկել, դրան ընդամենը հավատալ եւ ընդունել պետք։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր ջան, այո, եղբայրները ընդունեցին, որ Աստված կարող է անի այդ բաները։ 103 Սաղմոսը շատ հետաքրքիր է, շատ օրհնյալ Սաղմոս է։ Ասում է օրհնի Տերը, ով իմ անձը եւ մի մոռանար անոր բոլոր բարիքները։ Ինչի համար, որտեղ մենք մարդիկս մոռացկոտ բնավորություններ ունենք։ Աստված շատ հրաշք կարանի, այն ելանելի վիճակից դուրս անի, բայց ելի մի հատ վիճակ առաջանա եւ մեր թշնամին մտքեր բերի,
Բայց երբ որ մենք ասենք խելոք ենք վարում, այո, այդ մտքերը մեզ չեն կարող խեղճացնել։ Եղբայրներ, քույրեր ջան, մենք երանելի անձնավորություններ ենք եւ երբ որ մարդը խելոք չի վարվում, տեսեք ինչ է կատարվում, մի տեղ էլ ասենք այդ մասին ուզում էի հիշեին, խելոք չվարվելու դեպքում մարդը այո դժվարություն է ունենում եւ որն է այդ խելոք չվարվելը։ Եվ ես ուզում էի կարդալ առաջի թագավորաց գրքից, պետք է կարդամ 13 գլխի 13 համարից։ Առաջին թագավորաց 13-ի 13։ Եվ Սամվելը ասեց Սավուխին. դու հիմարություն արիր, չպահեցիր քո Տեր Աստծո պատվիրանքները, որ նա քեզ պատվիրել էր, որովհետև հիմա Տերը պատվիրել էր, որովհետև հիմա Տերը քո թագավորությունը Իսրայելի վրա մինչև հավիտյան կհաստատեր։ Բայց հիմա քո թագավորությունը հաստատ չի լինելու։ Տերը իր համար իր սրտի համեմատ մի մարդ է ուզում, որ իշխան նշանակե Տեր իր ժողովրդի վրա, որտև դու չպահեցիր, ինչ որ Տերը քեզ պատվիրել էր։ Սա այն բանն էր, երբ որ Սավուխը զոհաբերություն արեց, որ իրան տրված չէր, թեպետ ինքը թագավոր մարդ էր, բայց իրան տրված չէր։ Եվ ինքը Տիրոջ խոսքին ուշադրություն չդարձրեց, խելոք չվարվեցավ, եւ որպես հետևանք այն օրհնությունը, որ Աստված իր համար պատրաստել էր, ինքը դա չկարողացավ ժառանգել։ Հովանու ավետարանի առաջի գլխի 12 համարը ասում է, եւ որոնք որ ընդունեցին, Աստված անոնց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Մենք ուրախանում ենք Փառք Տիրոջը։ Եղբայրներից մեկը ասում է, երբ որ ապաշխարեցա, քրոջս որդին մի օր մեր տուն եկավ, ասեց. «Այ քյարի ջան, էդ ուր գնացիր»։ Գոնե այդ մի հատ դեպուտատ լինեիր կամ ասենք դիրեկտոր, իհարկե ես չեմ ասում այդ բաները հլնել չլնելու մասին։ Եղբայրը գիտեք ինչ էր ասել։ Ասել էր տղա ջան, իմ պաշտոնը մի ցածրացրա։ Այո, եղբայրներ քույրեր ջան, մեր պաշտոնը շատ բարձր պաշտոն է, որտեղ մենք թագավորների թագավորի որդիներն են դարձել, իր անունը փառավոր։ Եվ սա մեծ ուրախություն է։ Մեր ժամանակավոր դժվարությունը գալիք փառքի դեմ անբախտատելի է։ Այն փառքը, այն կյանքը, որ Աստված պատրաստել է իրան հավատացողների համար, այս երկրավոր դժվարությունները բաղդատելի չեն, եղբայրներ քույրեր ջան։ Ուստի թող Տերը օրհնի, մենք այո ցնծանք եւ ուրախանանք։ Զորս եղբայրը կարդաց առաջին Կորինթացիների թղթի 12 խոսքը, 13 խոսքը, բայց 12 խոսքը հետևյալի մասին ասում. Աստված մեզի ոչ թե միայն կանչել է, այլ սուրբերի վիճակում արժանացրել է։ Մեզի արժանացրել է, որ մենք սուրբերի վիճակում լինենք։ Թող Տերը փառավորվի, մեծարվի, մենք ամրանանք, եղբայրներ քույրեր ջան, եւ այո, խոսքը լսալով, ավելի խելոք վարվելով, որ մենք բարիք ունենանք եւ այստեղ եւ հավիտյան մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ թագավորենք։ Ամեն։ Փառք Տիրոջը։